Ողջունում եմ խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի ձեռնարկած քայլերը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի առթիվ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում։ Դրա տեքստն այսօր հրապարակել է Ադրբեջանի պետական ազերտ հաճգործակալությունը։ Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը համատեղ աշխատանքի երկարատև պատմություն ունեն։ Հուսով եմ, որ առաջիկա տարիներին մենք քայլեր կձեռնարկենք նոր մեծ գործերին ընդառաջ, նշել է Թրամփը, հավելելով. Ես երախտապարտ եմ Ադրբեջանին մեր գործընկեր Իսրայելի հետ բարեկամության այդ երկրին ցուցաբերած աջակցության համար։ Եվրամիությունն 90 օրով հետաձգում է Միացյալ Նահանգների դեմ նոր մաքսատուրքերի կիրառումն։ Այսօր X-ի իր օգտահաշվում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի խոսքով Բրյուսելն այս քայլին կդիմի ավելի քան 7 տասնյակ պետությունների դեմ ամերիկյան մաքսատուրքերի եռամսյա սառեցման մասին Թրամփի հայտարարությանն ի պատասխան։ Մենք ցանկանում ենք հնարավորություն ստեղծել բանակցությունների համար։ Ավարտին հասցնելով պատասխան մաքսատուրքերի ծրագիրը մենք 90 օրվա ընթացքում դրանք չենք կիրառի, գրել է Եվրահանձնաժողովի նախագահը, բայց եթե Վաշինգտոնի հետ բանակցությունները հաջողությամբ չավարտվեն, այդ հակաքայլերը ուժի մեջ կմտնեն, ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Կալանավորների հերթական փոխանակումն է տեղի ունեցել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։ Փոխանակման արդյունքում Վաշինգտոնին է հանձնվել ռուսական դատարանի կողմից 12 տարվա ազատազրկման դատապարտված Քսենիա Կարելինան։ Նա դատապարտվել էր Ուկրաինայի զինված ուժերի համար դրամահավաքին մասնակցելու համար, մեղավոր ճանաչվելով պետական դավաճանության հոդվածով։ Կարելինայի դիմաց Միացյալ Նահանգները Մոսկվային են հանձնել 2023-ին Կիպրոսում ձերբակալված ռուսաստանցի Արտուր Պետրովին։ Նրան մեղադրում էին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմանը նպաստելու համար։ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում այսօր կայացել է ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը, երկկողմ հարաբերությունների բարելավմանը նվիրված եւ ավելի քան 3 ժամ շարունակված հանդիպման ընթացքում Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարել է Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ամերիկյանը պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոուլտերը։ Պաշտոնական Վաշինգտոնի տեղեկություններով օրակարգում են եղել բացառապես երկկողմ թեմաները, Ուկրաինայի հարցը հանդիպման օրակարգում չէր, նշել են պետդեպարտամենտի ներկայացուցիչները։ Ֆուտբոլի ֆեդերացիաների եվրոպական ընկերակցության UEFA-ի որոշմամբ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40,000 եվրոյով մարտի 23-ին Թբիլիսիի Դինամո մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ UEFA-ի գնահատմամբ Հայաստանի հետ խաղի ընթացքում արձանագրված հիմնական խախտումներն են եղել վրացի երկրպագուների ներխուժումը խոտածածկ, ինչպես նաև լազերային լույսերի և պիրոտեխնիկական միջոցների օգտագործումը, նաև մարզադաշտի ելքեր փակելը։ Որոշման համաձայն տուգանքից բացի Վրաստանի հավաքականը մեկ տնային հանդիպում կանցկացնի առանց երկրպագուների։